Սյութին լրացավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման 1 տարին։ Փաստաթուղթը նախաստորագրվել էր Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սոնա Ղազարյանի խոսքով ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքը Հայաստանի քաղաքացին այսօր զգում է իր առօրյայում հաստատված խաղաղության, սահմանային կրակոցների եւ զոհերի բացակայության պայմաններում։ Падգամավորն անդրադարձել է նաեւ TRIP նախագծին, այն որակելով հայ-ամերիկյան առանցքային նախաձեռնություն, որը նրա խոսքով կարող է կարևոր նշանակություն ունենալ տարածաշրջանային եւ արևելք-արևմուտք հաղորդակցության համար։ Որ այնինչ կա գրված շրջանակային պայմանագրում չի ենթադրում միջանցք, Հայաստանի գործող իշխանությունը ինչպես ասել են, այդպես էլ արել են, TRIP-ը միջանցք չէ, Հայաստանի Հանրապետությունը մասնավորապես չի զիջել իր սուվերեն իրավունքներից որևէ մեկը, եւ մենք կարողացել ենք մեր կարմիր գծերից հետ չկանգնել այս առումով։ Падգամավորը նաեւ տեղեկացրել է, որ TRIP նախագծի շինարարության մեկնարկը նախատեսվում է աշնանը, միևնույն ժամանակ նա չի բացառել ժամկետների որոշակի փոփոխություն, հաշվի առնելով ծրագրի մասշտաբն ու բարդությունը։ Սոնա Ղազարյանն անդրադարձել է նաեւ Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հայտարարությանը։ Մեդվեդևը մասնավորապես նշել էր, որ ժամանակի ընթացքում Հայաստանը կարող է կորցնել ամերիկյան կողմի հետաքրքրությունը եւ հայտնվել միայնակ վիճակում։ Հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարների վերաբերյալ падգամավորի գնահատականը հետեւյալն է. Բայց սա մի նախագիծ է, որը հետաքրքրում է բոլորին, արևմուտքից արևելք, եւ այնպիսի կապիտալ ներդրումներ են իրականացվում, որոնք ի ցույց են դնում, որ նույնիսկ Միացյալ Նահանգներում տարբեր կուսակցությունների հաղթանակի եւ պարտության պարագայում այս նախագիծը մեծ հետաքրքրություն է ներկայացնում եւ կարծում ձեր կողմից նշված պաշտոնյայի ձևակերպումները առնվազն ճշգրիտ չէ։ Падգամավորը խոսել է նաեւ հանգստյան օրերին քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մասին, որը վերաբերում էր սպանություն պատվիրելու դեպքին։ Հաղորդագրության մեջ քննչական կոմիտեն հրապարակել էր նաեւ գործով անցնող կնոջ անձնական տվյալներին վերաբերող մանրամասներ։ Սոնա Ղազարյանը նշել է, որ ամբողջությամբ կիսում է անձնական տվյալների պաշտպանության գործակալության դիրքորոշումը եւ վերջինիս հրապարակած հայտարարությունը քննչական կոմիտեի հաղորդագրության վերաբերյալ։